ջեր առաջնորդ են ծնված, նրանք ծնված են բարձր թռիչքների համար։ Նրանք թռչուն չեն, նրանք արծիվ են։ Ու այն բարձունքները, որ նրանք են գնալու, թռչունները չեն կարող այդ բարձունքները գնալ։ Թռչունները երամներով են թռնում, իսկ արծիվները միայնակ։ Դրա համար են արծիվները միայնակ, որտեղ այն երկինքները, որ նրանք են ճեղքում, թռչունները չեն կարող ճեղքել։ Եվ դրա համար շատ հաճախ թռչունները չեն հասկանում արծիվներին։ Նրանք տեսնում են, որ նրանք ավելի բարձր են թռնում եւ մեղադրում են նրանց ավելի բարձր թռիչքի համար, չկարեկցանքի համար, իրենց ճնշելու համար, իրենց ջարդելու համար, որտեղ իրանք չեն կարող թևերը բացել, այդքան բարձուն գնալ։ Նրանք դրա համար նախատեսված չեն։ Եվ դրա համար արծիվները միշտ սխալ են գործում։ Նրանք փորձում են երամով թռնել թռչունների հետ։ Թռչունները նրանք երամով չեն կարող քո հետևից գալ։ Քեզ համար ավելի մեծ բարձունքներ է պատրաստել Աստված, եւ դու պետք է սովորես այդ բարձունքներում միայնակ թռնել։ Դրա համար ցանկացած առաջնորդ իր կյանքի մեջ շատ ժամանակ միայնակ է լինում։ Դու պետք է արջևից գնաս, դու պետք է ճեղքես այդ երկինքները, որ մյուսները քո հետևից սովորեն բարձր թռիչքների։